Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Եկեք այսօր սկսենք Հայր մեր աղոթքով կամ տերունական աղոթքով, ինչպես հայտնի է այն, աղոթք, որ Հիսուսը սովորեցրեց իր աշակերտներին։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի անունը քո թագավորությունը թող գա, քո կամքը թող կատարվի երկրի վրա, ինչպես երկնքում։ Տուր մեզ այսօր մեր ամենօրյա հացը եւ ների մեր մեղքերը, Տեր, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին, ու մի տանի մեզ փորձության, այլ փրկի մեզ չարից, քանի որ քոնն է թագավորությունը, զորությունը եւ փառքը հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Իմ աղոթքը յուրաքանչյուրիս համար այն է, որ Աստված այնքան ողորմի մեզ, որ իր հոգով հպվի մեր սրտերին, դարձի բերի մեզ, որ մենք դառնանք Քրիստոսի հետևորդները։ Նրանք, ովքեր դեռ Քրիստոսինը չեն, դարձի գան, դառնան Քրիստոսինը։ Նրանք, ովքեր արդեն Քրիստոսինն են, իրենց հարաբերության մեջ ավելի խորանան, ավելի հավատարիմ ու հաստատուն դառնանք։ Ու թող հազարապատկվի ու շատանա ամեն վայրկյան Քրիստոսի հետևորդների թիվը։ Թող որ Աստված աշխատի մեր սրտերի, մեր հոգիների, մեր մտքերի հետ, որպեսզի մեր հավատքը անկեղծ, հավատարիմ, նվիրված, հաստատուն հավատք լինի։ Մեր սիրտը, մեր շարժառիթները Աստծո առաջ մաքուր ու անկեղծ լինեն եւ իրար հետ, որ մենք չսիրենք ունայն ու դատարկ գործերը, այլ ապրենք արդարության համար, Աստծո արդարությամբ ապրենք ու հավատարիմ լինենք Աստծո հետ եւ իրար հետ։ Մեր շահը չփնտրենք, անշահամուլ մարդիկ լինենք, ինչպես Աստված էր անշահամուլ, ինչպես Քրիստոսն էր անշահամուլ։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա վերադառնանք Թոմաս Ուոթսոնի «Ապաշխարության վարդապետությունը» գրքի ընթերցանության եւ մեկնաբանության շարունակությանը։ Նախկին մի քանի դասերում խոսեցինք այն խոչընդոտների մասին, որ կան ապաշխարության ճանապարհին, ավելի ճիշտ այն բաները, որ խոչընդոտում են, որ մարդը ապաշխարի։ Հիմա անցնում ենք 11-րդ գլխին եւ խոսելու ենք այն քայլերի մասին, որ տանում են դեպի ապաշխարություն։ Մաս առաջին։ Ապաշխարության առաջին քայլը այն է, որ լրջորեն քննենք, լրջորեն խորհենք ու մտածենք որոշակի բաների մասին։ 119-րդ Սաղմոսի 59 խոսքում ասվում է. Ես մտածում եմ, Տեր, քո ճանապարհների մասին, եւ իմ ոտքերը շրջում եմ դեպի քո վկայությունները։ Իսկ անառակ որդու պատմության մեջ, երբ անառակ որդին խելքի եկավ, սթափվեց ու քննեց ու մտածեց իր գարշելի ցոպության մասին, ապա նա զղջաց։ Պետրոսը, երբ մտածեց Քրիստոսի խոսքերի մասին, լաց եղավ։ Կան որոշ բաներ, որոնք երբ դրանք լավ կշռադատենք, լավ քննենք, լրջորեն մտածենք դրանց մասին, դրանք մեզ կդրդեն հեռանալ մեղքի ճանապարհից։ Ուրեմն նախ եւ առաջ լրջորեն մտածենք, կշռադատենք, թե ինչ է մեղքը, որովհետեւ մեղքի մեջ անշուշտ շատ չարիք կա, որպեսզի մենք ապաշխարենք։ Մեղքի մեջ այս 20 չարիքը կա, որի մասին հեղինակը խոսում է մեզ հետ։ Առաջին չարիքը մեղքի։ Յուրաքանչյուր մեղք, անկախ դրա մեծությունից կամ դրա գարշելիության աստիճանից, մարդուն հեռացնում է Աստծուց։ Երեմիա 2-րդ գլխի 5-րդ խոսքում
ասվում է. այսպես է ասում Տերը. ձեր հայրերը ինչ անիրավություն գտան իմ մեջ, որ հեռացան ինձանից, և ունայնության հետևելով ունայնացան։ Այսինքն տեսնում ենք, որ խնդիրը Աստված չէ, այլ մարդիկ են հեռանում և Աստծուց մարդուն հեռացնողը մեղքն է։ Ուրեմն տեսանք, որ խնդիրը Աստված չէ, այլ մարդիկ են հեռանում և Աստծուց մարդուն հեռացնողը մեղքն է։ Աստված գերագույն բարին է, և մեր օրհնությունը գալիս է Աստծո հետ մեր միության շնորհիվ։ Բայց մեղքը, ինչպես մի կողմնակալ բան, հեռացնում է մարդու սիրտը Աստծուց։ Մեղավոր մարդը թողնում է Աստծուն, մեղավոր մարդը հրաժեշտ է տալիս Քրիստոսին և Աստծո ողորմածությանը։ Ավելի ճիշտ, ամեն անգամ, երբ մենք քայլ ենք անում մեղքին ընդառաջ, մեղքի մեջ, դա միառժամանակ մեր կողմից Աստծուց հեռանալու քայլ է։ Քայլ դեպի մեղք նշանակում է հետադարձ քայլ Աստծուց, հեռանալ Աստծուց։ Եսայա 1:4 ասվում է. վայ մեղավոր ազգին, անօրենությամբ բեռնավորված ժողովուրդ, չարագործների սերունդ, ապականված զավակներ, նրանք լքեցին Տիրոջը, անարգեցին Իսրայելի Սրբին, հետ քաշվեցին։ Որքան մարդը հեռանում է արևից, այնքան ավելի է մոտենում խավարին։ Եվ այդպես էլ որքան մարդու հոգին հեռանում է Աստծուց, այնքան մարդու հոգին ավելի է մոտենում թշվառությանն ու դժբախտությանը։ Որտև մենք ստեղծված չենք եղել Աստծուց զատ, Աստծուց առանձնացված ապրելու։ Երկրորդ, մեղքը քայլող թշնամանք է Աստծո հանդեպ։ Ղևտական գրքի 26-րդ գլխի 27-րդ խոսքում կարդում ենք, որ Աստված ժողովրդին ասում է. եթե դրանից հետո էլ ինձ չլսեք ու խոտոր վարվեք ինձ հետ։ Այստեղ խոտոր թարգմանված բառը եբրայերենում նշանակում է և մեղք գործեք, և ապստամբեք։ Այսինքն, երբ մեղք ենք գործում, մենք ապստամբում ենք Աստծո դեմ։ Մեղքը Աստծո հակառակն է։ Եթե Աստված մի մտքի է, մեղքը կլինի հակառակ մտքի։ Եթե Աստված ասում է, որ սուրբ պահենք շաբաթը, մեղքն ասում է պղծի թե շաբաթը, թե ամեն սուրբ բան։ Աստված ասում է մի բամբասի, մեղքն ասում է ոչ միայն բամբասի, այլ նաև չարախոսի, սուտ վկայություն տուր, կեղծիք տարածի։ Մեղքը հարվածում է Աստծո էությանը։ Եթե մեղքը կարողանար հասնել իր գերագույն նպատակին, ապա Աստված այլևս Աստված չէր լինի։ Եսայի 39:9-11-ում տեսնում ենք, որ մեղավոր ժողովուրդը հենց դա էլ ասում է Աստծո մասին։ Կարդանք. քանզի դա ապստամբ ժողովուրդ է, խաբեբա որդիներ, որոնք չեն ուզում լսել Տիրոջ ուսուցումը, որոնք տեսանողներին ասում են մի տեսեք, և մարգարեներին ասում են մեզ համար ճշմարիտը մի մարգարեացեք, մեզ ախորժելի բաներ ասացեք, խաբեություններ մարգարացեք, հեռացեք ճանապարհից, շեղվեք ուղուց, վերացրեք մեր առաջից Իսրայելի Սրբին, նկատի ունենալով Եհովա Աստծուն։ Այսինքն, տեսեք, մարդիկ չեն ուզում էլ ճշմարտությունը, չեն ուզում լսել Աստծո խոսքը և հենց Աստծուն չեն ուզում, վերացրեք մեր առաջից Իսրայելի Սրբին, այսինքն ճշմարիտ Աստծուն, Եհովա Աստծուն։
Ես ուզում եմ նորից նրանց համար, ով լսում են Եհովա բառը ու մտքներում է սենց խառնաշփոթ առաջանում, թե արդյոք ես Եհովայի վկա եմ, ես աղանդավոր եմ, ոչ սիրելիս, Եհովան դա Աստծո անունն է։ Աստծո անունը այնքան սուրբ էր իսրայելցիների համար, որ նրանք նրա անունը շշուկով էին տալիս եւ ոնց որ ձայնավորներ չէին դրվում ու ոնց որ յհ լիներ ու հետո որ բաղաձայներ են ավելացրել ստացվել է կամ Յահվե կամ Եհովա եւ Աստված է իրան այսպես Աստվածաշնչում ներկայացրել։ Իսկ Եհովայի վկաները ուղղակի Եհովա Աստծո անունը վերցրել, կպցրել են իրենց այդ աղանդի վրա եւ ստացվել է Եհովայի վկաներ։ Այնպես որ մի գայթակղվեք այս անունից, սա սուրբ անուն է, որով Աստված ինքը իրեն ներկայացրել է։ Էդ էլ այդպես։ Ուրեմն տեսնում ու հասկանում ենք, թե ինչ սարսափելի բան է, որ մարդ, որ Աստված արարեց փոշուց, այնքան է հպարտանում մեղքի պատճառով, որ ապստամբում է ու ըմբոստանում է իր արարչի հանդեպ, իր տիրոջ հանդեպ, իր թագավորի հանդեպ։ Երրորդը, մեղքը արդար վնաս է անարդար, կներեք, մեղքը անարդար վնաս է հասցնում Աստծուն, որովհետև մեղքը խախտում է Աստծո օրենքները։ Մեղքը հարմարվում է մեծագույն պետական դավաճանության հետ, Աստծո թագավորության, Աստծո օրենքի դեմ։ Թագավորին ինչ ավելի մեծ վնաս կարելի է մատուցել, քան նրա թագավորական հրամանները ոտնահարելը։ Մեղավորը արհամարանքով է վերաբերվում երկնային թագավորության կանոնադրությանը։ Նեեմիա գրքի 9-րդ գլխի 26-ում ասվում է. «Սակայն նրանք անհնազանդություն արեցին և ընդվզեցին քո դեմ, ատեցին քո օրենքը»։ Այսինքն մարդիկ կարծես զզվում են Աստծո օրենքից, Աստծո ճանապարհներից։ Մեղքը խլում է Աստծուց այն, ինչ իրավունքով Աստծուն է պատկանում։ Օրինակ, դու դիմացինին վնաս ես հասցնում, երբ չես տալիս նրան այն, ինչ օրենքով նրան է պատկանում։ Իսկ մարդու հոգին պատկանում է Աստծուն։ Աստված մարդու հոգու կրկնակի տերն է։ Ինչի նկատի ունեմ։ Նախ մեր հոգին Աստծուն է պատկանում այն պատճառով, որ Աստված է արարել մեզ, եւ երկրորդ մեր հոգին Աստծուն է պատճառում, որովհետեւ Աստված իր որդու Հիսուս Քրիստոսի արյունով գնել է մեր հոգիները հետ սատանայից։ Բայց մեղքը մարդու հոգին գողանում է Աստծուց եւ սատանային է տալիս այն, ինչ իրավամբ պատկանում է Աստծուն։ Չորրորդ. մեղքը խոր տգիտություն է մտքի խավարում։ Բոլոր մեղքերը հիմնված են տգիտության մեջ։ Ի նկատի ունեմ, երբ մարդիկ չեն ճանաչում Աստծուն, չեն ճանաչում Աստծո անարատությունը, Աստծո արդարությունը, Աստծո սրբությունը։ Որովհետև երբ ճանաչեին Աստծուն, Աստծո անարատությունը, արդարությունը, սրբությունը, նրանք չէին համարձակվի շարունակել մեղքի մեջ ապրել։ Երեմիա 9-րդ գլխի 3-ում ասվում է. «Եվ նրանք իրենց աղեղի պես լարում են իրենց լեզուները ստի համար, և ճշմարտությամբ չէ, որ զորանում են երկրի վրա, չարությունից չարություն են գնում և ինձ չեն ճանաչում, ասում է Տերը»։ Պարզ տեսնում ենք, ինչու են մեղք գործում, որովհետև Աստծուն չեն ճանաչում ու Աստծուն չեն ընդունում։ Եվ այսպես մարդիկ կապվում են տգիտության շղթաներով, և տգիտությունը հիմա միավորվում է մարդկային ցանկությունների և
ցանկասիրության հետ։ Կարդանք առաջին Պետրոս նամակի 1:14-ը։ Հնազանդ զավակների պես մի համապատասխանեք ձեր անգիտության ժամանակվա նախկին ցանկություններին։ Այսինքն անգիտությունը ու ցանկությունները միավորված են։ Տգիտությունը ցանկության, ցանկասիրության արգանդն է։ Մառախուղը հաճախ գիշերվա ընթացքում է առաջանում։ Մեղքի սև գործերն էլ ծնունդ են առնում խավար, տգետ, Աստծուն չճանաչող, Աստծուն չընդունող հոգում։ Սատանան մառախուղ է բարձրացնում կուրություն մեղավորի աչքերի առաջ, որպեսզի մեղավոր մարդը չտեսնի Աստծո բարկության բոցավառ սուրը և չտեսնի, թե ինչպես է սատանան իրեն անդունդ առաջնորդում։ Կենդանական աշխարհից օրինակ բերենք լավ հասկանալու համար։ Արծիվը սկզբում գլորվում է ավազի մեջ, իսկ հետո թռնում դեպի իր զոհը, բայց մինչև կհարձակվի, արծիվը թափահարում է իր թևերը և իր զոհի աչքերին էդ իր հավաքած ավազն է շպրտում, որ իր զոհը չտեսնի, թե ինչ է իրեն սպասվում, իսկ հետո իր ճանկերով բռնում է նրան ու վերջ։ Նույն կերպ սատանան, օդի այդ իշխանը, նախ կուրացնում է մարդկանց անգիտությամբ, իսկ հետո խոցում նրանց գայթակղության իր նետերով, գոռոզության ու մեծամտության իր նիզակներով։ Հոգևոր աշխարհում մենք խոսում ենք ութոտնուկի կերպարով չար ոգու մասին, որ նստում է մարդկանց գլխին և փակում մարդկանց հասկացողությունը, աչքերը, ականջները, որ չհասկանան Աստծո խոսքը, չճանաչեն Աստծուն, չընդունեն Աստծուն, չընկալեն Աստծո խոսքը, չկարդան Աստվածաշունչը։ Եվ այս ամենը սատանան անում է մեղքի պատճառով։ Մեր գործած մեղքերն են, որ տալիս են նրան այդ իրավունքը, այդ իշխանությունը, և նա այդ ցանցն է քաշում մարդու հասկացողության աչքերի վրա, մտքի վրա։ Մեղքը տգիտություն է, ուրեմն դրանից հրատապ պետք է ապաշխարել ու խնդրել, որ Աստված այդ տգիտության, այդ կուրության ցանցը ողորմի, շնորհ հանի, կտրի ու հեռացնի։ 5. Մեղքը հուսահատության արարք է ու վտանգում է մարդու հոգին։ Ամեն օրինազանցության ժամանակ մարդը վտանգի տակ է դնում իր հոգին։ Ամեն անգամ մեղք գործելիս մարդը քայլում է անդունդի եզրով։ Անմիտ մեղավոր մարդ, քո գործած ցանկացած մեղք կարող է հավիտյան կորստի մատնել քո հոգին։ Երբ ինչ-որ մեկը թույն է խմում, զարմանալի կլինի, եթե նա իր կյանքը չկորցնի։ Արգելված ծառից մի անգամ օգտվելը Ադամին և Եվային զրկեց դրախտից, այդ թանկ գինը վրա վճարեցին մեկ անգամ արգելված պտուղը ուտելու պատճառով։ Նրանք դրախտը կորցրեցին մեկ մեղքով։ Սավուղ թագավորի մեկ մեղքի գինը նրա թագավորությունը արժեցավ։ Աստված նրանից վերցրեց թագավորությունը։ Հաջորդ դիտավորյալ, գիտակցաբար, ցանկանալով գործած քո մեղքի համար Աստված կարող է թույլ տալ, որ քեզ փակեն որպես բանտարկյալ անիծվածների մեջ։ Դու որ այդպես արագությամբ վազում ես մեղքի մեջ, ինչ վստահություն ունես, թե Աստված կխնայի քո կյանքը ևս մեկ օր, թե Աստված կտա քեզ ապաշխարելու սիրտ ու հնարավորություն։ Այդպես վարվելով դու քեզ հուսահատ վտանգի տակ ես դնում։ Հիմա կանգ առնենք, մենք կշարունակենք նորից։ Այս ամենը, ինչպես արդեն խոսեցինք, պիտի քննենք, մտածենք, նայենք մեզ, մեր կյանքերում, արդյոք ես այսպես եմ վարվում։ Եթե այո, հետ դարձի,
աղերսում եմ քեզ, հետ դարձի, խնդրի Աստծուն, որ օգնի քեզ։ Եթե չես ճանաչում Աստծուն, աղոթի, խնդրի, ասա չեմ ճանաչում, օգնիր ինձ։ Եթե չես կարդում Աստվածաշունչը, դժվարանում ես, խնդրի Աստծուն, խոստովանի, ասա դժվարանում եմ, կտրի այդ ցանցը իմ աչքերից, աղերսում եմ քեզ, օգնիր ինձ հետ կարդա։ Խնդրողին Աստված չի մերժի, Աստվածաշունչը խոստանում է, թակողի համար դուռը կբացվի, փնտրողին կտրվի։ Եվ 3 տարբեր ձևերով Աստվածաշունչը դա ասում, որպեսի քաջալերի, ուղղորդի։ Աստված պահապան լինի, Աստված ողորմի եւ առաջնորդի, թող Աստծո ձեռքը ոչ մեկիս գլխից չհեռանա, թող Աստված չհոգնի մեզանից, չնայած նա այնքան համբերատար է, բայց մենք այնպես չար համարենք Աստծուն, այնպես երես չթեքենք Աստծուց, որ հասնի այն պահը, որ նա էլ մեզանից երես թեքի։ Նա սպասում է քեզ, նա սիրում է քեզ։ Դու նրա կերպարով ես ստեղծված, դու ստեղծված չես առանց Աստծո ապրելու։ Քո սրտում մի մեծ փոս կա, անց կա, պակաս կա, որ դու փորձում ես ամեն բանով լցնել, բայց ոչինչ չի լցնում, այդ ծարավը, այդ փոսը մնում է բաց, որտեվ դա Աստծո տեղն է, քո սրտի թագավորը պիտի Աստված լինի։ Այսքանը, օրհնում եմ ձեզ։